անպայման նայիր այս վիդեոն, որովհետև կարող է դու ես այս վիճակում գտնվում եւ այսպես հետևորդի ցանկությամբ գաղտնապահությունը պահելով ես պատմում եմ այս իրական պատմությունը։ Իմ հետևորդը միջին տարիքի կին է, ով ունի ամուսնանալու երեխաներ, այսինքն շուտով ամուսնացնելու է երեխային, հայտնաբերել է, որ իր ամուսինը ունի սիրուհի, երևի երկար տարիներ եւ ուրեմն չի թաքցնում այդ փաստը եւ երբ այս կինը ասում է կամ ես կամ նա, երևի սենց է հարցը դնում, ասում է համ դու, համ նա, այսինքն ինչքան պետքա մարդուն չհարգես, որ ասենք հերիք չի չթաքցնես, մի հատ էլ նման կերպ ձեռք առնես, հա, ոնց որ չգիտեմ, այդ ցինիզմի գագաթնակետա, բայց հարգելի հետևորդ առնելու ձեզ ասում եմ այն ինչը որ կամ որտեղից այդ մարդը ձեզ հարգի, եթե դուք ինքներդ ձեզ չեք հարգում, բա իրեն հարգող կինը թույլ կտա, որ այդպես վերաբերվեն, իրեն հարգող կինը կանի ամեն բան, որպեսզի այդ տղամարդը, ինչ ասեմ, ամբողջովին վերանա իր կյանքից, որովհետև դա չարիք է, դա միկրոբ է, դա ինֆեկցիա է։ Դուք արհեստականորեն այդ հիվանդությունը կպցնում եք ձեր ջանին, ինչպես դուք գտնվում եք զոհի կարգավիճակում եւ ցանկացած արդարացում, որ երեխաների համար հարսանիք է, կխայտարակվենք, հարևաններ ինչ կասեն, բլա 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 բլա, դա ընդամենը արդարացում է։ Արդարացում, երբ որ կինը չի կարող դուրս գալ զոհի կարգավիճակից, չի կարող, այլ չի ուզում, ու դրա պատճառները շատ խորն են, հիմա այս վիդեոն դրա մասին չի, կան իհարկե իր պատճառները, բայց դուք ուզում եք գոնե առողջ ապրեք, գոնե ինքներդ ձեզ հարգեք, գոնե ձեր երեխաները ձեզ հարգեն կամ բոլորը ձեզ հարգեն, հա, անգամ ձեր կնոջ սիրուհին կարող է ձեզ հարգեն, դուք պարզապես սկսեք ապրել ձեր համար, առանց իր պայմանները ընդունելու, ինչ է նշանակում դու էլ պետք է կողքից մնաս, նա էլ պետք է կողքին մնա, լուրջ, կոմբինացիոս трех пальцев ցույց կտայի ուղղակի ամոթ աստեղ դա անելը, ուրեմն դուք ապրում եք ձեր կյանքը, դուք անում եք ամեն բան ձեր համար, դառնում եք այո էգոիստ, ձեզ պետք է էգոիզմը, առողջ էգոիզմը, ուրեմն իրան վերաբերում եք այնց, ոնց որ ինքը կա չկա մի հաշիվ, առանց նյարդայնանալու, առանց նեղվելու, այսինքն ով ես դու, հա, իմ երեխեքի բիոլոգիական հայրը, օքեյ, դե տենց վերընկի նստի, եւ սկսում եք ապրել ձեր համար, անգամ շատ լավ է, որ ձեր երեխան ամուսնանում, զբաղվեք այդ ամեն ինչով ու կցրվեք դրանից եւ ուրեմն դուրս եկեք նորից եմ ասում զոհի կարգավիճակից եւ եղեք երջանիկ ոչ մի բան տենց չեն նյարդայնացնում մարդուն եթե դրան կարելի է մարդասել իհարկե ոնց որ ուրիշի երջանկություն ինքը կասի ոնց առանց ինձ երջանիկ է վախ սիրտս